Տղաներ, փորձեք քնել առանց աղջկան բարի գիշեր ասելու։ Միամիտ ձեր աչքը կպնի։ Դուք չեք կարա պատկերացնեք, թե այդ պահին աղջկա մտքով ինչեր է անցնելու։ Բացատրեմ, թե ձեր հետ ինչ է կատարվելու, երբ արթնանաք։ Գուշակում եք, չէ՞, այս ինչա։ 5000 հատ զանգ ձեր հեռախոսին։ 10,000 հատ նամակ, ուր ես, ում հետ ես, որտեղ ես, հասկացա, դավաճանում ես, ինձ կարասել չգրես, կարասել հետ չգաս, ես հասկացել էի, որ դու սառել ես իմ հանդեպ։ Մեր հարաբերությունները դեպի անդունդն են գնում, եթե ինչ-որ մեկը կա քո կողքը, կարաս էլ հետ չգաս։ Քեզ բլոկ ա գցում, հաջորդ րոպեին մտնում ես իր սթորիներն ես նայում, սթորիների տեղը ցիտատա է գցած, ես էլ չեմ կարող պահել մեր սերը։ Սիրո համար պետք է աշխատեն երկու հոգի։ Եթե մի հոգին է աշխատում, դա անիմաստ է։ Կամ էլ քո ինադու նամյոկներով լիպսինգներ ա գցում, սենց տիպի Где ты теперь и с кем? Где ты теперь и с кем? Счастливы с ним. Դուք չեք կարա պատկերացնեք, այդ ձեր միամիտ քնելու պատճառով աղջիկա մտքով ինչեր է անցնում, աղջիկները ոնց են իրանց накручивать-ան։ Դες քո միամիտ քնելու համար ինչքան ես իրանից ներողություն խնդրելու։ Դու գիտես ինչքան նվերներ ես իրան տալու, որ ինքը ների, որ դու միամիտ քնել ես։ Ինքը արդեն իր ընկերուհիներին պատմել է, թե դու ինչ տականք ես, ինչ սրիկա եւ խապեբա է։ Դրա համար տղաներ ջան, ամեն ինչ կախված է ձեզնից։ Աղջիկներին գրեք բարի լույս եւ բարի գիշեր, որ ամեն ինչ ձեր կյանքում լավ լինի։